Բնականաբար մի քանի թեմաներ կա, որոնք առանձնացրել եք եւ կանդրադառնալ ձեր այսօրվա եթերում։ Եւ այսպես, Ալիևը ըստ էության վերջերս վերահաստատեց այն հայտարարությունները, որոնք իրենք ժամանակին արել են, ու սա ըստ էության պատասխանն է Փաշինյանի ամեն օր գոռացող խաղաղությանը։ Ալիևը ասում է, որ իրենք Երևան են գալու մեքենաներով, ոչ թե տանկերով, վերադառնալու են իրենց ճակերտավոր իհարկե պատմական հողեր, խոսում է այն մասին, որ Սևան քարտեզների վրա գոյություն չունի, գյոյչա է, խոսում է այն մասին, որ քանի 100,000 ադրբեջանցիներ պետք է տեղափոխվեն Հայաստան, իրենց պատմական հողեր նորից ենք ասում, ինչ է ասում Ալիևը, խոսում է այն մասին, որ իր պատգամավորը ադրբեջանցի, որ եթե մի օր Ադրբեջանի առաջնորդի ելույթը լսեք Երևանից, իմացեք, որ Ալիևը պատմական նվաճման է հասել, այն է Հարավային Կովկասը վերադարձել է Պետրոս առաջինից։ Խնդրեմ այս մասով ձեր գնահատականը եւ ըստ այդմ դուք տեսաք անատամ եւ խայտառակ արձագանք Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչների, կլինի Փաշինյան, կլինի Ալեն Սիմոնյանը ասում է, ես այնտեղ զարթողական որևէ բան չտեսա, ասում է մեքենաներով, ոչ թե տանկերով։ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ վերջապես քաղաքական առումով 30 տարվա կոնֆլիկտը այլևս անցյալում է։ Խնդրեմ։ Դուք մոռացաք մի բան ասել, որ նրանց բոլորի, այսպես ասած, մեկնաբանությունները նման էին փաստաբանի ելույթին։ Այսինքն Ալիևի փաստաբանին, եւ դա իմ ասածը չի, ես ուղղակի հիմա երկրորդում եմ քաղաքագետներից մեկին, որը իրոք ճիշտ է ասում, դա փաստաբանական ելույթ էր, որը մեկնաբանում էր, թե ինչ էր ուզում ասել Ալիևը։ Ինքը ուրեմն Ալիևը չգիտի ոնց ասի, այս պարոնը ուրեմն ինքն է մեկնաբանում, թե տեսեք Ալիևը էդի նկատի չուներ, սա նկատի ուներ, եւ նա ամեն ինչ ասեց, ինչ որ ինքը ուզում էր։ Ինչու՞մն է բանը, եկեք ավելի հստակ։ Հիմա գլուխ են գովում եւ շատ ուրախ են, որ ծորենը գալիս է Ադրբեջանի տարածքով եւ Վրաստանով կգա Հայաստան։ Շատ բարի։ Ինչ որ լավն է, լավ է, բայց հիմա եկեք հարց տանք, որովհետեւ ոչ մի բան հենց այդպես չի լինում։ Եկեք հարց տանք, թե հանուն ինչի է Ադրբեջանի այսօրվա այդ իշխանավորը, որը ատելով ատում է հայերին եւ դա չի երթակցնում, հանկարծ որոշել է այդպիսի ուրեմն եղբայրական ճակերտներում քայլ կատարել։ Ես ուզում եմ իրենց հարց տամ այսօրվա այս իշխանության աթոռներին նստածներին։ Պայմանը ո՞րն է։ Ինչ պայմանով է նա համաձայնվել։ Եթե դուք չեք ասում, դուք չեք պատասխանում դրան, ապա Ալիևը նույնպես հպանցիկ կամ ավելի շուտ այնպես շատ ավելի խրոխտ ձևով ասում է 300,000 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան, այսինքն կրկնեմ նորից, որ 300,000 ադրբեջանցի երբևիցե չի եղել, չի բնակվել Հայաստանում, չնայած նրանք միշտ քոչվոր են եղել այստեղ։ Երկրորդը, որ նա որևէ այդ իրավունքը չունի, հաշվի առնելով, որ 700,000-ից ավելի հայ, ովքեր իրենց բնորաններում էին ապրում այդ տարածքում Ադրբեջանում, նրանք ուրեմն իրավունք ունեն իսկապես վերադառնալու իրենց հայրենի տները, բայց տեսեք ինչ է զավեշտը ինչումն է, որ Հայաստանի այսպես կոչված ղեկավարը կամ նրա հետ եղածները որևէ ձևով մի հատ չեն բերանները բացում, ասեն լսի, այդ 300,000-ի մասին որ խոսում ես, մի մոռացի նաև մեր 700,000-ից 1 միլիոնի մասին։ Առնվազն էլ 120,000 արցախցիների, որոնք որ ուղղակի էթնիկ զտման եւ ցեղասպանական գործողությունների արդյունքում հայտնվել են իրենց բնորանից դուրս։ Եթե դուք սրա մասին չեք խոսում, այդ ինչ մի հրճվանք է, հորթի հրճվանքով եք ընդունել, որ ծորենը գալու է Ադրբեջանի, տեսեք ինչ խաղաղասեր անձնավորություն է ուրեմն այդ Ալիևը։ Սա ֆարս է ուղղակի, որովհետեւ կարելի է ուրախանալ, որ այո, տեսնենք ինչ գնով է գալիս 1, տարիֆը որն է 2, ինքնարժեքը ինչպիսին է լինելու եւ ձեզ ինչ գնով է տալու է, ամբողջը մենք պետք է հասկանանք, թե ոչ։ Թե չէ միայն նրանով, որ նա իր տարածքով թույլ է տվել, դա ոչինչ դեռ չի նշանակում։ Եվ ի հաստատումը նաև այդ մտքի ես ուզում եմ նաև ասել, որ 3-4 օրներ կարծեմ Կենտրոնական բանկի ղեկավարը Մարտին Գալստյանը հայտարարում է, որ իրենց պրոգնոզը, իրենց կանխատեսումը, որ ուրեմն
բնակարանային ուրեմն այդ շինարարությունը ավելի քիչ թափով է զարգանալու եւ գները իջնելու են, տեսեք, ինչ լավ է, ոչ մի բան չի պատահել, ընդամենը 1% թե 2%։ Հիմա ես հարց եմ տալիս։ Հայաստանի Հանրապետության բնակչությունը օր-օրի պակասում է։ Այսինքն այն առումով, որ հայությունը իրոք այս տարիների 7 տարեկեսվա ընթացքում կարող եք վերցնեք այդ բալանսը եւ տեսնեք, ամեն տարի մեր բնակչությունը նվազում է, այսինքն գնացողները ավելի շատ են, քան եկողները։ Հիմա հարց, այդ բնակ շինարարությունը ում համար է այդպիսի տեմպերով զարգանում։ Մի հատ մեկս հասկանանք վերջ-վերջով, այդ մեր հայ ժողովուրդը այդպիսի ուրեմն ահռելի կապիտալ է ձեռք բերել, որ ոչ թե մեկ բնակարան, այլ 10, 20, 30 բնակարան է գնում, որովհետև այն տեմպը, որը որ մենք տեսնում ենք այդ աճը, ուրեմն պետք է նշանակի, որ մեր բնակչության առնվազն 1/3-ը ամեն տարի նվազագույնը 2-3 բնակարան է գնում։ Եթե դա այդպես է, մի հատ բացատրեք, թե այդ եկամուտները որտեղից եկան այդպիսի։ Եվ երկրորդը, ես ուզում եմ նաև հարց տալ քաղաքապետարանի այսօրվա այդ ղեկավարին, Ավինյանին։ 45,000 մարդու համար կառուցվում է մի ամբողջ բնակ տարածք Շահումյանի գերեզմանների ուրեմն տակ։ 45,000։ Կրկնում եմ, որտեղից են վերցվելու այդ 45,000-ը։ Այսինքն, արդյոք դա լինելու են Հայաստանի Հանրապետության բնակչությունը, թե սրանք արդեն պատրաստվում են այն 300,000-ի բնակեցությանը, որ իբր Ալիևը արդեն ասում ենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով են գալու։ Եվ սա հարցեր են, որոնք մեզ պետք է հուզեն։ Մենք պետք է հասկանանք, որ թշնամին, որը իսկ դա թշնամի է, ինքը չի վերացել թշնամությունից։ Ինքը շարունակում է այդ բոլոր իր խոսույթները, Սևանը Սևան չի, չգիտեմ, Հայաստանը Հայաստան չի, ուղղակի աշխարհագրական անուն է, մենք մեր ուրեմն հայրենի ուրեմն հողերն ենք վերցնելու եւ այլն։ Դուք հասկանում եք, այս աբսուրդը ոնց ենք մենք թույլ տվել, որ ինչ որ մեկը, որը արհեստականորեն ստեղծված պետություն է, որը քոչվոր է եղել միշտ իր կյանքում, հանգարց եկել է ասում է սա իմ պատմական հողերն են։ Հիմա վերադառնում եմ այդ հարցերին, ուզում եմ հասկանամ, կարող եք մեզ բացատրել, թե իրականում այդ շինարարությունը, բնակարանային շինարարությունը ում համար է, այդ ով է այդպիսի հնարավորություններ ունի, որը որ տասնյակ բնակարաններ է ձեռք բերում։ Եթե միայն ու միայն մեր բնակչության ներկայացուցիչներն են, դա այլ բան է, բայց արդյոք չեք պատկերացնում, որ նաև եթե այդպիսի բիզնես է զարգանում Հայաստանում, այն հույսով, որ գալու են ադրբեջանցիները եւ թուրքերը եւ նրանցից գնելու են այդ բնակարանները։ Դուք արդյոք չեք պատկերացնում այն բիզնեսը, որը որ նշանակում է, որ այլ ազգի ներկայացուցիչները, տվյալ դեպքում ադրբեջանցիները եւ թուրքերը, մեր որոշ քաղաքացիների հաշվին գնում են այդպիսի բնակարաններ։ Եկեք հասկանանք։ Ես հարցադրումներ եմ անում, որպեսզի մենք պատկերացնենք, մենք ոչ թե գանք էլի նորից վերջում գլխներից խփենք, ասենք, այս ոնց եղավ, այլ հիմա տեսնենք եւ թույլ չտանք, որ այդպիսի զարգացումներ լինեն։ Որովհետեւ առնվազն, եթե պատկերացրեք այդ 300,000 ադրբեջանցի գալիս է Հայաստան, ինչպես է փոխվում ամբողջ դեմոգրաֆիական պատկերը մեր երկրի։ Եվ այդ պարագայում ոնց է ինչքան հայրենասեր մարդիկ հեռանալու են երկրից։ Որովհետև եթե դա միակողմանի է լինում, որ եթե դուք չեք հարցը դնում, տեսեք այդ խայտառակությունը, որը տեղի ունեցավ նաև այս վերջերս խորհրդարանում Եվրոնեստի ուրեմն այդ նիստի ժամանակ։ Ուրեմն ներկայացվում է օրինագիծ կամ հայտարարություն կամ բանաձև, որով պետք է պահանջվեր, որպեսզի Ադրբեջանը ճանաչի հետ վերադարձի իրավունքը, արցախցիների հետ վերադարձի իրավունքը, իրենց սեփականությունը տնօրինելու համար եւ հայ ճակերտերում արդեն падգամավորները հայտարարում են, որ դա իրենց ծրագրի մեջ չի եւ նրանք քվեարկում են դեմ։
Դուք պատկերացնում եք, որ Ադրբեջանում այդպիսի բան լիներ։ Նրանք հակառակ ասում են, մենք պետք է գնանք զավթենք այդ հողերը, դա մեր պատմական հողերն են։ Այստեղ կան մարդիկ, որոնք իրենց հայ են պատկերացնում եւ падգամավոր են համարում, դեմ են քվեարկում, որովհետեւ աղերսում են, որ հանգարց Ալիև իրենց վրա չբարկանա։ Ուզում եմ մի դրվագ հիշել։ Այդպիսին մենք չենք եղել։ Կարեն Դեմիրճյանը հրավիրեց Էդվարդ Շևարդնաձեին եւ Գեյդար Ալիևին Հայաստան, որպեսզի նրանք մասնակցեն Սարդարաբադում կայանալիք ուրեմն այդ հանդիսությանը։ Գեյդար Ալիևը եկավ, գնաց Սարդարաբադ, ծաղիկ դրեց, այսինքն նա շատ լավ գիտակցում էր ինչ է անում, բայց ինքը պարտադրված էր դա անելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այնքան հզոր էր եւ ամուր եւ նրա ղեկավարը այնքան հայասեր էր, որ նա ենթարկվեց այդ բանին, հիշելով, որ այդ վայրում հայ ժողովուրդը իր իդեպ կաթողիկոսի գլխավորությամբ, իր գեներալների ղեկավարությամբ, իր աշխարհազորով ջարդուխուրդ արեց 15,000-անոց թուրքական բանակը։ Ալիևը եկավ այդ վայրում ծաղիկ դրեց, բայց ոչ հիշատակ թուրքերի, այլ ի պատիվ հաղթանակի, հայերի հաղթանակի։ Այսինքն մենք միայն այդ դրվագը չի, ես կարող եմ ձեզ օրինակներ բերել, երբ որ բանակցային գործընթացում ադրբեջանցիները բազմաթիվ անգամ մեզ խնդրում աղաչում էին, թե ինչ կլինի մի որևէ բան, մի կտոր հողը հետ տվեք, որպեսզի մենք ուրեմն սևերես չլինենք մեր ժողովրդի առաջ։ Ինչ պատահեց հանգարց։ Այդ ինչ պատահեց, եւ ես անցյալ անգամ ասել եմ, հիմա էլ եմ ուզում կրկնեմ, եղավ այն, որ եկավ մեկը, որը ասեց, որ Արցախյան ուրեմն հիմնահարցի հետ կապված բանակցային գործընթացում ինքը 0-ից է սկսում։ Ես ուզում եմ դա շեշտեմ եւս մեկ անգամ, սա ամենամեծ հանցագործությունն է, որը կատարվել է, որովհետեւ եթե դուք 30 տարվա բանակցային գործընթացը լավ թե վատ, բայց ամեն դեպքում ավելի հուսադրող, ավելի հստակ ձևակերպումներով, որոնց հետ մենք կարող ենք չհամակերպվել, համաձայնվել եւ պահանջել, որպեսզի վերանային, բայց եթե դուք ընդհանրապես ամեն ինչից ուրեմն հրաժարվում եք, դուք ուղղակի հանձնեցիք Արցախը Ադրբեջանին։ Հենց այն պահին, երբ որ ասեց, ես 0-ից եմ սկսում։ Այսինքն այլևս Ադրբեջանը պարտադրված չէր ընդունելու ինքնորոշման իրավունքի իրականացումը արցախցիների, այլևս ինքը պարտադրված չէր համարել, որ Արցախը օրինական ճանապարհով է դուրս եկել Ադրբեջանի կազմից եւ այլն եւ այլն։ Այսպիսի բաներ է պատահել։ Եվ հիմա երբ որ մենք ովքեր գիտեն թե ինչ կարող է լինել, այսինքն եթե մենք ամբողջովին այսպես դռները բացենք, անում ասում ենք, «Էստի համեցեք», ինչ է լինելու այդ դեպքում մեր ժողովրդի, մեր պետության հետ։ Եվ մի հրապուրվեք նրանով, շատ լավ միգուցե իրավիճակ է, իրադարձություն է, էլի նորից պետք է հաստատվի, դա նոր տեսնենք։ Արդյոք օրինակ ծորենը որ գա եւ ուրեմն այստեղ հացի գինը քիչնի, որը շատ շեշտակի բարձացել է հիմա։ Այդ պարագայում լդեր կարելի ասել, որ այ լավ գործարք էր, բայց ամեն դեպքում դրա տակ ինչ կա։ Արդյոք դրա տակ կա այդ պայմանը 300,000 ադրբեջանցու գալը այստեղ։ Արդյոք դրա տակ կա Միչանսկի գաղափարը, որ դուք պետք է պարտադիր պետք է ուրեմն բացանեք այդ Միչանսկը եւ երկրորդը, որ դուք անպայման պետք է վերադարձնենք այսպես կոչված անկլավները։ Ես ես հիմա 3 պայման եմ ներկայացնում։ Կարող եք փարատել այս իմ այսպես ասած կասկածները, իմ պատկերացումները, բայց այդ դեպքում փարատել ոչ թե միայն խոսքով, այլ գործնականում, այսինքն այն պարագայում, երբ որ
Ուրեմն Ադրբեջանի ղեկավարը ասում է, որ ես այլևս այդ 300,000-ի մասին ընդհանրապես չեմ խոսում, Հայաստանը է, այլ ոչ թե Արևմտյան Ադրբեջան, որ ես այլևս այդ միջանցքը այդ անկլավներով չեմ պահանջում, ես ընդհանրապես համաձայն եմ, որպեսզի ճանապարհ լինի, որով մենք եւ դուք կարող եք գնալ եւ գալ եւ այլն, այստեղ շատ նրբերանգներ կան։ Դրանից ելնելով է, որ մենք թերահավատ ենք այս ամենի նկատմամբ եւ իմանալով նորից վերադառնում եմ այդ թեմային, որ ինչպես են իրենք փորձում արդարացնել Ալիևի ասածները, որը абսուրդ է ուղղակի, որ երևակայության մեջ չի տեղավորվում։ Ուրեմն այդ պարագայում դա է եւ հաջորդը, եթե նրանք ազատ չեն արձակում մեր գերիներին եւ այդ շինծու դատը շարունակվում է եւ նրանց հավանաբար պետք է լինեն համապատասխան վճիռներ իրենց պատկերացմամբ։ Այս պայմաններում այս հորթի հրճվանքը ում է պետք։ Այս որտեղից եք դուք։ Եվ ինչ եք ուզում։ Եվ այն պահը, երբ որ ընդդիմադիր ուրեմն падգամավորները փաստագրական նյութեր են ներկայացնում, հարցեր են տալիս այսպես քննարկման ժամանակ։ Եվ նայում ես այդ մարդկանց, որոնք որ ինչ որ մի բան ծայրից բռնում են, սկսում են դրա մասին խոսել, մոռանալով ինչ պետք է ասի, կոնկրետ օրինակներ են բերում։ Ասում են ինչի է կալանքների թիվը այսքան ավելացել, հատկապես ընդդիմադիրների նկատմամբ։ Չի ասում, կալանքների թիվը իջել է։ Բայց որ դա չի իջել հատկապես ընդդիմադիր ուրեմն գործիչների նկատմամբ եւ ընդհանրապես շինծու գործեր են իրենք այնտեղ իրականացնում։ Վերջինն էլ համապատասխան վեհապարի եղբոր եւ եղբոր որդու նկատմամբ միանգամից զրուցից ոչ մի ուրիշ բան չի եղել, մի հոգի ինչ որ մի հատ բողոք ներկայացել, մարդկանց տարել են կալանքի։ Եվ այս ամենը համարվում է, որ իրենք ուրեմն օրինական դաշտում են գործում։ Այսինքն մեկ մարդու կապրիզը հիմա դարձել է իրենց համար օրենք։ Որովհետև ինքը այդպես է պատկերացնում, որ այդպես որևէ մեկը չի կարող իրեն ասի, որ իր աչքի վերևը ում կա։ Սա է։ Այնպես որ ինչ վերաբերում է այս թեմային, ես ուղղակի ուզում եի ասել, որ միշտ փորձեք հասկանալ, միշտ կասկածեք, մինչև չհամոզվեք, որ դա ճշմարտություն է, որովհետև չի կարող պատահի թշնամին լինելով իրական թշնամի եւ շարունակելով անընդհատ խոսել, որ դա Ադրբեջան է, արևմտյան Ադրբեջան է, չգիտեմ, Թուրքիան ընդեղից իրեն պաշտպանի ամեն հարցում, եւ մենք էլ ուրեմն այսպես ականջներս դրած լսենք ու հավատանք այդ ամենին, ուրեմն մենք նշանակում է, որ այլևս մենք ազգ չենք, այլ մենք ինչ-որ հավաքածու ենք, ժողովրդի հավաքածու ենք, որը չի կարող պատահի լինի, որովհետև հայ ժողովրդի այն հատվածը, որը միշտ եղել է հայրենասեր ազգային մտածելակերպով եւ պայքարող, ինքը չի վերացել եւ չի վերանալու, այդ մի բանը ականջներիդ օղարեք։ Փաշինյանը խոսում է այն մասին, որ փախստականների վերադարձի հարցը, եթե բերենք օրակարգ, դա վտանգավոր է։ Այս ամոթալի իրողությունը ինչի դրսևորում է։ Դա այդ վախի դրսևորումն է, ինչի վրձու։ Այսինքն մարդը միայն մենակ մտածում է, ես արդեն այդ հարցի վերաբերյալ ասացի ինչն է իրենց դիրքորոշում կոչվածը։ Ամեն ինչը գալիս է նրանից, որ մենակ թե եկեք հանգարց չջղայնացնենք, որպեսզի ուրիշ մի բան չլինի։ Այդպես գնալով կհայտնվեք մի լրիվ ուրիշ տեղում, չեմ ուզում ավելի մանրամասնել, թե որտեղ կհայտնվեք։ Այստեղ ես հիշեցի մեր հանճարներից մեկի Պարուշ Սևակի խոսքերը, ասում էր մարդկա շալակն է եկել աշխարհի, մարդ էլ կա աշխարհն է շալակած տանում։ Հիմա որ հարցնենք սրանք որ կատեգորիային են վերաբերվում, ոչ նրան, որովհետև այդքան պլոճիկ չունեն, որպեսզի աշխարհի վրա կանգնեն, շալակը կանգնեն աշխարհի, ոչ էլ կարող են ընդհանրապես կամ էլ մտքերով անցնում է, որ աշխարհը շալակած տանեն։ Այդպես որ սրանք ունեն շատ հստակ բնութագիր, որը հետո արդեն պարզ կլինի,
երբ որ մենք կարողանանք հստակ եւ անկաշկանդ պայմաններում խոսել այն ամեն արատների մասին, որոնք այսօր կան։ Եվ ես եւս մեկ անգամ ուզում եմ մեր ժողովրդին զգուշացնել, մի այսպես շատ հեշտ ու հանգիստ հրապուրվեք նրա ասացից կամ նրա խոսքից, կամ այն ինչ որ խայտառակ ձևով հիմա ինքը իրականացնում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այդ բոլորը չգիտեմ, ճղճի ինչ որ բաներ են, որոնք որ չի կարելի ընդհանրապես մարսել, որովհետև դա հատուկ է արվում, որպեսզի մեզ մոլորեցնեն։ Հիմա տեսեք, պարոն Սարգսյան, իրենք որ խոսում են խաղաղության մասին, իրենք որ խոսում են տավուշում, գիրանցում, խաղաղություն են վերել, այս իրականության մեջ գիրանցում գիտեք, որ ոչ մի մետր աշտանացան չի արվել։ Ուրեմն այդ թեմայի մասին մենք բավական երկար ենք խոսել, խոսքը գնում է նրա մասին, որ դա էլ արհեստական արեցին, արհեստական կոչված, այսպես կոչված ուրեմն սահմանների սահմանազատում, որովհետև այդ գործընթացը տասնյակ անգամ ասել ենք եւ հիմա էլ ենք կրկնում, սահմանազատումը եւ սահմանագծումը եղել է 1986-89 թվականներին եւ Ադրբեջանը համաձայնվել է այդ սահմանազատմանը եւ ստորագրություններ է դրել այդ փաստաթղթերի տակ եւ որևէ կասկած չպետք է լիներ, որ դա արվել է օրինական ճանապարհով, որովհետեւ մի հիմարություն դուրս տվեցին, ասեցին, թե իբրև դա չի հաստատվել, ոնց էլ չհաստատվելը որն է, անգամ Մոսկվայի համապատասխան ուրեմն օրինական ուրեմն ստորագրությունը դրված է, այսինքն հաստատված է, հիմա դուք ձեզնից հորինում եք, որ չէ հաստատված չի, հետո էլ հորինում եք, որ իբրև գործում եք այսպես կոչված Ալմատայի հռչակագրի հիման վրա, որը էլի նորից ոչ մի կապ չունի այս ամենի հետ, ընդամենը այդ հռչակագիրը վերաբերվում է նրան, տեսեք, տասնյակ անգամ ասում ենք, ծպտուն չեն անում դրա վրա, շարունակում են, ուղղակի շարունակում են նույն բանը ասել, ասում ենք դեկլարացիան այսպես կոչված Ալմատայի ընդամենը վերաբերվում էր այդ ժամանակ այն մնացորդը, որը մնացել էր Խորհրդային Միությանից հետո, փլուզումից հետո, իրենց հարաբերությունները կարգավոր են, ընդամենը դրա վերաբերյալ մի հատ դեկլարացիա էր։ Սահմանների վերաբերյալ ընդամենը գրված է գործող սահմանների հիման վրա։ Գործող սահմանների հիման վրա Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում։ Հիմա ում ենք ասում, որ ասում ենք իմաստը որն է։ Հիմա որ ասում եք աշտանացան չի եղել, ում ասենք։ Սրանց ինչ ուզում եք ասեք։ Իրենք դեմագոգիայի վարպետ են դարձել։ Ամեն ինչ կարող են այնպես շուռ տալ, որ իբրև իրենք պատասխանեցին, բայց ոչ մի բան չասեցին, ըստ էության։ Հետ էլ իր ասիրած խոսքը ըստ էության։ Այսինքն հիմա դրա համար մենք խոսքը գնում է միայն մեկ բանի մասին, որ օրինական ճանապարհով, կրկնում եմ, որ օրինական ճանապարհով հեռացնել այս իշխանությունը, որպեսզի մենք կարողանանք ձևավորենք նոր մոտեցումներ։ Եվ դա չի նշանակում, որ մենք ովքեր որ գալու են իշխանության պատերազմ են ցանկանում։ Ոչ, դա լինելու է այնպիսի մի արժանապատիվ երևույթ, որ կարողանա նորից վերադարձնել մեր արժանապատվությունը, մեր ինքնությունը եւ կարողանա համապատասխան հավասարը հավասարի հետ բանակցել անգամ այդ թշնամու հետ եւ ունենալ բարեկամ երկրներ, որոնք նույնպես կարող են լինեն, որովհետեւ եղել են եւ հիմա էլ կուզենան ունենան Հայաստանի նման, ճիշտ Հայաստանի նման, ոչ թե իրական Հայաստանի, այլ ճիշտ Հայաստանի նման ուրեմն բարեկամ երկիր ունենան։ Այս է ամբողջ էությունը։ Այս իրականության մեջ իրենք չեն դադարում պատերազմը եկեղեցու դեմ, ինչպես Մայրաթորն էր նշել, զավթված, բռնազավթված Հովանավանքում սրբապիղ ծառայողակարգ է իրականացվում Սուրբ Պատարագի անվան ներքո, սա ըստ հերթական ապտակն է այս իշխանությանը, խնդրեմ այս մասով ձեր գնահատականը եւ երբ հնչում են տեսակետեր, թե գիտեք, պիտի Մայրաթորը վեհապարը ավելի կտրուկ արձագանքի, ի վերջո վեհապարը ոչ կուսակցական է, ոչ կուսակցություն ունի, վեհապարի ուժը իր ժողովուրդն է եւ այստեղ անելիք ունի իրապես ժողովուրդը։ Խնդրեմ այս մասով ձեր
տեսակետը եւ արդյոք ձեզ բավարարում է Մայրաթորի արձագանքը այս ամենին։ Մայրաթորը եւ վեհապարը հենվում են այն ժողովրդի հատվածի վրա, որոնք հավատքով են վերաբերվում եկեղեցուն եւ նրա ղեկավարին։ Մայրաթորը միայն հոգևոր կենտրոնն է եւ Մայրաթորը իհարկե պետք է նաեւ պաշտպան լինի այն ամբողջ համակարգին, եսի նկատի ունեմ դարավոր ուրեմն եկած մեր համակարգին, արժեքային համակարգին, որը ձևավորվել է մեր ժողովրդի եւ մեր ազգի այս դարերի ընթացքում։ Մայրաթորը իհարկե պետք է անընդհատ ահազանգի այն երևույթների վերաբերյալ, որոնք կատարվում են այսօր ի վնաս մեր ինքնության, ի վնաս մեր պետության։ Դա պարտականությունն է ոչ միայն Մայրաթորի, այլ ցանկացած հայի։ Իսկ առավել եւս Մայրաթորի եւ նրա ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսի։ Այսինքն այստեղ ավելին պահանջել ուրեմն հոգևորական դասից, դա կներեք, դա արդեն եւս մեկ բան է, որ մեզ վրայից այդ պատասխանատվությունը գցել եկեղեցու եւ եկեղեցականների վրա։ Մենք պետք է հաստատենք, որ Սփյուռքի հետ միասին, Սփյուռքի այն հատվածի հետ միասին, որոնք հասկանում են, թե պետականության ինչ վտանգ է սպառնում, մենք պետք է կարողանանք դեմ կանգնենք այս բոլոր երևույթներին, որպեսզի չլինի, որ արդեն դատական համակարգը, ամբողջ իրավապահ համակարգը իշխող լինի երկրում։ Եվ երբ որ ուզենա որևէ մեկ անձի դեմ կարողանա ինչ որ վարույթ, հետո քրեական գործ, հետո կալանք, հետո եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսա պետք է հասկանալ, որ սա ինչ ահռելի վտանգ է։ Խոսքը գնում է, երբ որ համատում են 37 թվականի հետ, 37 թվականը իրականում եղել է ամենադաժան ուրեմն տարիներից մեկը խորհրդային միության պատմության մեջ, եւ այն ժամանակ էլի նորից մեկ անձի պատկերացումներով է եղել այդ ամբողջը, որ ովքեր են ազգի թշնամիները կամ ժողովրդի թշնամիները եւ այլն։ Հիմա ինչ, նորից վերադառնում ենք այդպիսի իրավիճակի, երբ որ մարդը կարծում է, որ այդպես պետք է արվի, ուրեմն բոլորը պետք է ենթարկվեն։ Հիմա տրոյկաներ չկան, բայց ամենայն դեպս կան դատավորներ, որոնք շատ հանգիստ ուրեմն կատարում են որևէ մեկի կամքը։ Այդպես է ստացվում։ Առ երևույթ սա է, որովհետև երբ ցանկացած մարդու կարելի է անպայման մի բան գտնել եւ ասել այ դու մեղավոր ես, որովհետեւ այս մեկը քեզ մեղադրեց, դա իրոք այն նույնն է, երբ որ 37 թվին մեկը մյուսի վրա դանոս էր գրում։ Ոչ մի տարբերություն, մի քիչ ավելի ժամանակակից մեթոդներով։ Գիտեք, մենք դրա ականատեսը նոր եղանք, օրինակ վաղաշաբաթում, քանի որ ընտրություններ են, Արամ Զավենի Սարգսյանի տեխնացուն, ես արդեն ասեցի դրա մասին։ Դանոսներ է գրել վեհապարի եղբոր-եղբորորդու վրա։ Եվ միանգամից նրանց կալանավորել են։ Հիմա դրա պատասխանը ոնց իմանանք։ Կամ նույն Վարդան Ղուկասյանին, որը մեր Գյումրիի քաղաքապետին, նույն իրավիճակում հիմա ինչ են իրեն ուզում ազատեն, որ ինքը հրաժարվի իշխանությունից, այսինքն իր պաշտոնից։ Սա շանտաժ չի, ինչ է բա։ Այսինքն երբևիցե որևէ տեղ չպետք լինի ձեզ հակադիր, ընդդիմադիր որևէ գործիչ, որը ունենա ժողովրդի վստահությունը։ Սենց է ստացվում։ Էս է ձեր ժողովրդավարությունը։ Ասում եմ ամեն քայլում խայտարակ գործողություններ եք կատարում։ Այն մնացածը ինչ որ կարող է պատահի որևէ մեկի աչքին գա, որ տեսեք ինչ որ լավ գործ արեցին, էս արին եւ այլն։ Ամեն ինչի տակ ինչ որ մի բան կա, այն օրը շատ ճիշտ էր, երբ որ ասեցին, որ այս նոր դպրոցներում կամ դպրոցները վերանորոգելուց հետո պատերի վրա վերանում են մեր հերոսների նկարները, մեր հերոսների պատմությունը եւ այլն։ Խնդրեմ։ Այսինքն իրոք շատ լավ է որ վերանորոգեցին, շատ լավ է որ կառուցեցին եւ այլն, բայց մի հատ այնպիսի բան արեցին, որպեսզի նորից մեր նոր եկող սերունդը մոռանա ընդհանրապես այդ իրը
իր պատմությունը, իր ազգային ինքնությունը եւ այլ։ Սա ամենավտանգավոր բանն է։ Տասնյակ անգամ ասել ենք, մենք իրավունք չունենք հանձնելու մեր երեխաների դաստիարակությունը օտարին, իսկ մենք դրանով ենք զբաղված այս 35 տարի է։ Ընդունելով այլ համակարգ կրթական, որը մեզ համար ընդունելի չէր։ Խորհրդային միության համակարգը, ուրեմն դպրոցական եւ բուհականը, այնքան լավն էին, որ այդ սերունդը իսկապես զարգացած եւ շատ կրթված սերունդ էր։ Եվ հիմա հասկանալով արևմուտքում այդ նույն համակարգը առանց կոմունիստական գաղափարախոսության իրենք կիրառում են։ Այսպիսի իրավիճակ է։ Նույնպես որ խոսել նրա մասին, որ այս համակարգը կարող է ուղղվել, չի հնարավոր չի։ Հնարավոր չի, որտեղ իրենք այնքան հեռուն են գնացել, որ այլևս նրանց ուղղել չի ստացվի։ Նրանք լավ կլինի հեռանան, թող իրենց առաջ չարածը գնան մի հատ նստեն վերլուծեն, տեսնեն ինչ են արել։ Հետո նոր միգուցե էլի նորի ժողովուրդը կարող է պատահի իրանց ինչ-որ մի բանում ների։ Բայց ես վերջին, եթե սա էլ է հաստատ, ես ուղղակի նոր մտքիս եկավ, ուղղակի ուզում եմ ասեմ, եթե պարզվում է, որ արդեն ինքը իրեն առաջադրել է վարչապետ տեխնացու, որքան ես կարդացի, հա? Դեռ 8 ամիս կա։ Հիմա մտածենք, թե ինքը նախորոք է ասում, որովհետև ուզում է արդեն իր ներսում, իր կուսակցությունում փակի այն հարցը, որ որևէ մեկ այլ տեխնացու կարող էր առաջադրվել։ Էս է կուսակցական ժողովրդավարությունը։ Երկրորդը չվստահել սեփական կուսակցությանը եւ ինքնաառաջադրում անել, երբ որ կարգը հետեւյալն է, համագումարն է առաջադրում տեխնացուին։ Եվ երրորդը, արդյոք չի պատրաստվում այնպիսի ֆորս մաժորային իրավիճակի, որ արդեն արտահերթ ընտրություններ անցկացնի։ Իրավունք ունենք այսպիսի կասկածներ ունենալ, այո, իհարկե իրավունք ունենք, որտեղ այդպիսի քայլեր են անում, այդպիսի գործողություններ են անում։ Այնպես որ մեր խնդիրը մնում է մեկը։ Բոլոր այն ընդդիմադիր ուժերը, որոնք հանդես են գալիս համապատասխան կեցվածքով, ծրագրով, նույնը անում է միասին շարժումը, բայց ի տարբերություն թող ինձ ճիշտ հասկանան, միասինը միշտ ասում է եկեք միասին։ Մենք այսօր չենք տեսնում այն մյուս քաղաքական ուժերի կողմից այդ միասին գաղափարի իրականացումը։ Եվ ես հիմա ձեզ վստահաբար ասում եմ, որքան էլ դուք ուժեղանաք, որքան էլ դուք համոզված լինեք, որ ունեք շատ ավելի մեծ, այսպես ասած, վարկանիշ, միևնույն է, միայնակ որևէ քաղաքական ուժ, նորաստեղծ, հին, չգիտեմ ինչ, ոչ ոք միայնակ չի կարողանալու հաղթելու այս գալիք ընտրությունների, եթե դրանք լինեն իմիջիայլոց։ Մանավանդ այս իրականության մեջ, պարոն Սարգսյան, քանի որ դուք սկզբում անդրադարձաք այս հացահատիկին Ադրբեջանից եկող, սա ակնհայտ բաց աջակցությունն է Նիկոլ Փաշինյանին, պարզ է, չէ՞, ես խնդրեմ մի փոքր այս մասով էլի, որ ժողովուրդը չխաբվի այս իրականությանը, կոնկրետ Ադրբեջանը բաց ձևով աջակցում է Փաշինյանին գալիք ընտրությունների, կլինի արտահերթ թե հերթական, այսպես ասենք, հա, իր իշխանությունը պահելու նպատակով։ Եվ դա միայն դա չի, իհարկե դա, որ ճանապարհը բացել են, ասենք, համեցեք, եկեք մեր ճանապարհով անցկացրեք ձեր բեռները եւ այլ եւ այլ։ Ես ուզում եմ էլի հիշեցնեմ, չի փոխվել է ախր Իլհամ Ալիևը իր կեցվածքով, որպեսզի մենք նրան հավատանք։ Հիշեցնեմ, որ երբ որ մեր երկրում երկրաշարժը եղավ, այդ ավերիչ երկրաշարժը, ինչպես էին այսպես կոչված մեր բեռները Ադրբեջանի տարածքով գալիս հասնում Երևան։ Դուք պետք է հասկանաք, որ էությունը մարդկանց չի փոխվել, հակառակ ավելի է վատացել, որովհետև այս 35 տարվա ընթացքում Ադրբեջանում միայն ու միայն դաստիարակել են երեխաներին այդ մանկապարտեզից սկսած, որ իբր հայը իրենց թշնամին է։ Այդ մարդիկ արդեն այդ մտքով են ապրում։ Դուք հասկանում եք, դուք ուզում եք, որպեսզի նրանք միանգամից մի օրվա մեջ փոխվեն։ Այս սա է հարցը, եւ իհարկե նրանք
ամեն կերպ կաջակցեն այս մարդկանց, որովհետև ամեն ինչում սրանք զիջողական են։ Եթե կարող են համակերպվել, որ մեր գերիները մնան Բաքվում, բանտերում, եթե կարող են համակերպվել, որ Ջերմուկի այդ հատվածը եւ ինչքան տարածքներ մնացել են օկուպացված, եթե կարող են համակերպվել, որ ինչ որ նրանք պահանջում են, ուրեմն պետք է նրանց տալ, որպեսզի եւ 300,000 ադրբեջանցի գա Հայաստան։ Այս ամենի պայմաններում դուք ուզում եք, որ մենք հավատանք, որ այն ինչ որ արվել է այսօր Ադրբեջանի կողմից դա մեծագույն ուրեմն հաջողություն է եւ խաղաղության նշան, հո մենք էլ ձեր նման միամիտ չենք, էլ չասեմ, որ հիմար չենք, մենք հասկանում ենք, մենք քաղաքականությունը այսօր չէ, որ եղել ենք, այդ փորձը ունենք, գիտենք ոնց է լինում, ինչու է լինում, կամ այսօր նայեք, ասենք, թե նույն գերտերությունների փոխհարաբերությունները ոնց է լինում, որ Միացյալ Նահանգները, որը մի փոքր հանգարց իրան զգաց, վայ ոնց կլինի, որ մենք Ռուսաստանից մի քիչ հետ ընկնենք, ինչ որ մի հարցում, նրանք արդեն Պոսեյդոն ունեն եւ Բուրևեստիկ, իսկ մենք դա չունենք, ուրեմն եկեք մենք մի հատ նոր բան հնարենք, ասենք, որ տեսեք, այսինքն ոչ թե գրանք համաձայնության, ասենք, ժողովուրդ, եկեք վերանանք այս գաղափարից, եկեք հասկանանք, որ մեկս մյուսին ոչնչացնելով աշխարհն ենք ոչնչացնելու։ Հիմա նույնն է, այստեղ էլ այս փոքր տարածքում, այս հարավային Կովկաս կոչված տարածքում նույն փոքր մասշտաբով նույն գործողություններն են։ Թուրքիան ամեն գնով անընդհատ չեն կրկնելու։ Բացի այդ ասում եմ, որ ես ուզում եմ դառնամ այս տարածքի ամենաառաջատար գեգեմոնը։ Այս է իր ցանկությունը եւ ինքը իրականացնում է քայլ այդ ամենը։ Ադրբեջանը այդ պրոյեկտի կարևորագույն մասն է։ Իսրայելը այստեղ ունի իր սեփական շահերը, այստեղ է։ Պակիստանը իր կողմից Հնդկաստանին զսպելու առումով նորից այստեղ մուսուլմանական այդ միության անդամ է դարձել։ Մենք ինչ է, սրանք ոչ հետազոտական լուրջ ինստիտուտներ ունեն, որոնք որ պետք է այսօր քաղաքագիտական լուրջ վերլուծություններ անեին, փաստային ամբողջ ուրեմն փաստագրական նյութ ունենալով։ Հələ մի հատ կարող եք մենք այդ ասեք, ինչ որ այս ֆորում արեցին Օրբելի, չգիտեմ ինչ եւ այլ։ Ովքեր են, ինչ ինստիտուտներ են աշխատում այսօր հարևաններին ուրեմն ուսումնասիրելու եւ նրանց համապատասխան գործողությունները ենթարկելու վերլուծության։ Կա այդպիսի ինստիտուտ։ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտներ պետք է լինեին։ Մեկը չէ, երկուսը չէ։ Ժամանակին էլ պետք է լինեին։ Բայց հիմա գոնե եթե դուք եկել եք, որ ասում եք նրանք նախկիները սենսներ, դե սխալները ուղղեք։ Չարածները արեք։ Այնպես որ նորից անընդհատ այդ հարցին վերադառնալով, բարձ ասում ենք, որ թշնամուն վստահել կարելի է միայն այն դեպքում, եթե դուք իսկապես նույն ձևով հզոր եք եւ հələ մի բան էլ ավելին, որպեսզի նա այլևս մտքից հանի, որ կարող է ձեզ տիրել, կարող է ձեզ վրա հարձակվել եւ այլ եւ այլ։ Մեր գերիների հետ կապված Պարսակյան երեք Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել որդու հետ եւ երեք կարևոր շեշտադրում արել, այն է, որ Արցախը կա ու լինելու է։ Նախ ընդհանուր այս դատավարությունը Արցախը եղել է, կա եւ կլինի։ Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բանի եւ լույսը։ Իսկական հերոսն է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա, ով դառնում է հենարան ուրիշների համար եւ նրանք կորցրել են հավատը։ Խնդրեմ այս մասով եւ մեղադրական փուլ է անցել, մենք ինչ ունենք անելու մեր ռազմագերիների հետ կապված։ Այս իշխանությունը ակնհայտ է, որ թաղում է այս թեման բարևուն իմաստով։ Դա միանշանակ եկեք դա փակենք, որ այս իշխանությունը ընդհանրապես որևէ շահագրգռվածություն չունի, որպեսզի մեր այդ գերիները, ես չեմ բացառում, որ մեր երիտասարդներին, որոնք որ հայտնվել են նույնպես այնտեղի բանտերում, նրանց մինչև հունվար կարող են ազատել։ Բայց քաղաքական ղեկավարությանը եւ Ռուբեն Վարդանյանին իհարկե նրանք չեն ազատելու։
եւ դա լինելու է միգուցե ամենամեծ նվերը այն դեպքում, երբ որ Նիկոլը եւ ԿՊ-ն հաղթեն իրենց պատկերացմամբ հունիսի ուրեմն այդ ընտրությունների ժամանակ։ Այսինքն դա կթվա թե ես հենց այնպես ինչ-որ բաներ ենթադրություններ եմ անում, այդպես չի։ Քաղաքականության մեջ ամեն ինչ հաշվարկված է։ Դրա համար Ռուբեն Վարդանյանի հետ կապված այն որ իշխանությունը ինքը չի շահագրգիռ չի որպեսզի նրան հատկապես ազատային, դա մենք բոլորս հասկանում ենք։ Բայց ես նաև ուզում եմ ասել, որ հանրության ջանքերը եւ ընդհանրապես այն բոլոր գործողությունները, որ մենք առաջարկել ենք եւ իրականացրել ենք իդեպ ասած բողոքի ակցիաները եւ համապատասխան կոչերը, բոլոր այդ բաները պետք է այսօր ունենային համապատասխան համակարգող մարմին։ Եթե չի անում իշխանությունը, ուրեմն պետք է արվեր ժողովրդի ուրեմն այդ միասնության հաշվին։ Ես այստեղ ուզում եմ հատուկ շեշտել, միասին շարժումը մեկ անգամ չէ, որ հանդես եկավ եւ նաեւ առաջարկ արեց, որպեսզի բոլորը միասնական հանդես գան նաեւ այս հարցում պաշտպանելու մեր գերիներին։ Տեսեք, չի ստացվում այնքան այդ հարցը։ Եվ դրանից օգտվում են եւ իշխանությունները եւ հատկապես Բաքվի իշխանությունները։ Այսինքն այն ես հասկանում եմ, որ իրենք ավելի շատ հույսը դրել էին համաշխարհային ուրեմն այդ պաշտպանողական խմբի վրա, որը որ տարբեր երկրներից բողոքներ կաներ եւ այլ։ Բայց այստեղ շատ ավելի կարեւոր էր, որպեսզի հայ ժողովուրդը, հայ ազգը միասնական իր գործողություններով հանդես գար։ Ոչ թե ցակուցրիվ հայտարարություններով, ոչ թե ինչ-որ առանձին քաղաքական ակցիաներով, այլ միասնական։ Երբ մենք հիմա գնացինք եւ ՄԱԿ-ին դիմեցինք, վերջերս էր, հիմա ես կասեմ նաեւ դրա վերաբերյալ։ Եվ ասացինք ինչի համար ենք եկել, որ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ եղել է այդպիսի փետրվարին այդպիսի խայտարակ որոշում եւ մենք պահանջում ենք, որ այդ տիկնոջը հեռացնեն այդ հանձնաժողովի կազմից։ Դրա վերաբերյալ նախնական եւ հայտարարություն էին արել, որ գնալու ենք եւ Facebook-յան էջերում եւ այլ։ Հավանություն ստացանք տարբեր լայքերով եւ այլ։ Բացի մեր միասին շարժման խմբից, այնտեղ ոչ ոք չէր եկել։ Հիմա մենք սպասում ենք ՄԱԿ-ի պատասխանին, որը պես խոստացել էր, որ անցյալ շաբաթ արդեն կլինի։ Մենք հիմա եւս մեկ անգամ զգուշացրել ենք, որ պատասխանին ենք սպասում։ Հիմա տեսնենք ինչ են պատասխանելու, բայց եթե այդ ակցիան լիներ հզոր եւ վերջապես մոռացեք թե ով է նախաձեռնողը։ Եթե դա ճիշտ գործ է, եկեք դուք եղեք նախաձեռնողը, մենք լինենք նախաձեռնողը, դա ոչ մի նշանակություն չունի։ Հələ դեռ այդ այսպես ասած ձեր պատկերացմամբ այդ տորտը չեն բաժանում, ժողովուրդ։ Հələ դեռ չկա այդ տորտը։ Այսօր պետք է հասնել նրան, որ լինի հնարավորություն այդ տորտը ստեղծելու։ Իսկ դուք հիմա արդեն մտածում եք դրա մասին, թե ինչ ոնց կլինի մենք հանգարց այս մեկի ասածով անենք, ամեն մեկի ասածով։ Դուք ասեք մենք գանք։ Մենք այդ խնդիրը չունենք, բայց եկեք այդ միասնականության գաղափարը իրականացնենք։ Առանց դրա չի լինելու ոչ մի բան, ոչ մեկի հաղթանակը չի լինելու։ Ժողովուրդը միշտ սпасել է միասնական ուժի։ Այդ խոսքերը, որ իբրթե մեկ մարդուն ասեք դրա հետևից գնանք, անցել է դա։ Հիմա միասնական ուժ, միասնական այն քաղաքական ուժերը, որոնք նպատակ են դնում եւ ասում են, այ մենք էս ենք ուզում անենք, որից հետո կլինի այս քայլը։ Այդ դեպքում նոր ազգը կհասկանա, որ ունի արդեն ընտրանի, որի հետևից կարելի է գնալ։ Եվ ակնհայտ է, չէ՞, Ռուբեն Վարդանյանի խոսքերը, չնայած մենք ամեն ինչ պետք է անենք այս մարդկանց այլանդացի մասով, բայց լինելով այնտեղ շատ ավելի ազատ են իրենք հոգեպես, մտքով, քան այս իշխանությունները, որոնք այն, որ իրենք շարունակում են պայքարել Արցախի համար, դա արդեն մեծ գրավական է եւ ընդհանրապես մենք բոլորս պետք է այդ գաղափարն էլ պետք է հիմա մենք հարց տանք օրինակ դուք կողմ եք որ արցախահայությունը նորից վերադառնա Արցախ հա ես կզարմանամ եթե լինեն մարդիկ որոնք ասեն մեզ դա չի վերաբերում ուրեմն կնշանակի դուք հայ չեք
Կամ հայկականությունը ձեր մեջից դուրս է եկել։ Որտեվ խոսել հայերեն դա դեռ չի նշանակում, որ դուք հայ եք եւ դուք իսկապես ձեր մեջ ունեք այդ գաղափարախոսություն հայկական։ Այնպես որ այստեղ պետք է հասկանալ ինչ վիճակում են նրանք այնտեղ եւ ինչ է նրանց սպասվում եւ ինչպեսի ուրեմն խաղաքարտ են իրենք որոշ մարդկանց ձեռքում, որի շնորհիվ ամեն մեկը իր շահն է ուզում հետապնդել։ Ասում եմ, շատ հնարավոր է, որ մինչև հունվար էլի նորից մի հատ այդպեսի ժեստ է մեր երիտասարդներին, որոնք հայտնվել են այնտեղ գերիության մեջ, նրանց բաց թողնեն, բայց քաղաքական ղեկավարությանը պահեն մինչև ընտրությունների ավարտը։ Այդ դեպքում կհաղթի սա, մենք այդ դեպքում նոր կմտածենք նրանց ազատելու մասին։ Եվ նաև այս անհանդուրժողականության մթնոլորտը, որին մենք ականատես ենք լինում, սպանություններ, մահեր, իմիջիայլոց վերջերս ներքին գործերի նախարարը ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ խոսում է, որ Փարաքյալի գնդակահարության դեպքը կապում է Փետրվարյան այդ վենդետայի վրա են ամեն ինչը տանում, բայց միևնույն է դուք ուր էիք, որ իմանալով ինչ մթնոլորտ է տիրում, դուք չեք կանխել այդ աղետը, իսկն հիմնական պատասխանատուն հենց դուք եք, նույն այս նույն երեխայի վերջին սարսափելի դեպքը, խնդրեմ։ Գիտեք, ես ուղղակի ապշում եմ, որ կարելի է ընդունել, որ վենդետա Հայաստանում կարող է լինել 21-րդ դարի 25 թիվն է եւ մենք հանկարծ խոսում ենք դրա մասին։ Դա ասում է այն բանի մասին, որ բարքերը, որոնք ձևավորվել են այս տարիների ընթացքում, այո, թույլ են տալիս, որպեսզի մարդիկ իրար հետ այդպես վարվեն։ Այդ բարքերը բերել են նրան, որ անչափահասների մոտ այսօր դանակահարության դեպքերը շեշտակի ավելացել են։ Այդ նշանակում է կամ նույն թմրամոլության հետ կապված։ Այդ ամբողջը բարքերի արդյունքն է։ Այո, եղել են այդպիսի երևույթներ նաև տարիներ առաջ։ Բայց այդ ամբողջի դեմ շատ կոշտ եւ շատ հստակ պայքար է գնացել։ Եվ նրանք ամենաչնչին տոկոսն են կազմել մեր հասարակության մեջ։ Եվ ընդհանրապես այն ժամանակ նույնպես հազար ներողություն այդ արտահայտությանս, բայց այն ժամանակ էլ կային պպզողներ։ Նրանք ովքեր որ սովորում էին եւ գնում էին առաջ եւ գալիս տեսնում էին, որ այդ պպզողները դեռ միջև հիմա այնտեղ են։ Հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է։ Հիմա այդ բարքերի արդյունքում փոխվել է ամբողջ հոգեբանությունը։ Ով էր տեսել, որ այսպես կոչված զակլատչիկներ լինեն Հայաստանում։ Դա արդեն դարձել է երևույթ։ Ու դրա դեմ պայքարելը ամենամեծ խնդիրն է։ Եվ երբ որ երեք Ագնեսա Խամոյանը ասում էր, իսկ այդ կոկայինի գործը ինչու չի ասել դատարան, ասում է, ես այդ ժամանակո չեմ ասել, որ վեսի ժամին կլինի, հələ դեռ շարունակում է կլինի էլի։ Դե գոնե ասեք ինչ վիճակում, այդ ինչ պետական գաղտնիք է, թե ինչ պայմաններում եք դուք քննում այդ գործը։ Դե դրա մասին է խոսքը։ Ուրեմն կնշանակի, որ դուք եթե դուք ուզում եք, որպեսզի այդ երևույթները վերանան, դուք շատ արագ եւ շատ օպերատիվ բոլոր այդ հարցերը պետք է լուծեիք, ցույց տայիք մեղավորներին, պատժեիք այդ մեղավորներին, այ իրականում դրանց էր պետք պատժել։ Այլ ոչ թե նրանց, որ Միքայել Սրբազանի նման ասել են ինչ որ մի նախադասություն, որը ձեզ դուր չի եկել։ Կամ այս կամ այն մարդկանց, որոնք որ փաստաբանին, որին կարելի է ուրեմն ես իհարկե նորից ուզում եմ գամ այդ մտքին, լավ, մեկը մեղավոր է, հրահանգ է տվել, բայց այդ ովքեր որ կատարող են, այդ այլանդակ ձևով, որ ինչ որ անում են իրենք, դրանք ով են։ Ով են իրենք։ Իրենք իրենց հաշվետու են տալիս։ Թե այսօր որ ես ուրեմն պաշտոն եմ գրավում, դրանով ամեն ինչ բացատրվում է։ Որ եթե ես հանգարց աշխատանքս կորցնեմ, ավելի լավ է այդպես անեմ, որպեսզի ավելի լավ մտնեմ նրա աչքը, որ նա ինձ ավելի շատ փող տա, նա ինձ ավելի շատ, էս է ձեր ամբողջ փիլիսոփայությունը կյանքի։ Այնպես որ ես ոչ թե հիմա բարեխոսությամբ եմ զբաղված, ես դրա կարիքը չունեմ,
Ընդամենը ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ հասկանում են, որ այս բարքերը, այս երևույթները մեր ազգի ապագայի վրա մեծ արդեն խաչ են քաշում։ Եթե մենք այս բարքերից չհրաժարվենք։ Եվ ամփոփելով Պարսակսը եւս մեկ անգամ ձեր կոչը չտրվել այդ խաբեության, այդ Ադրբեջանից հացահատիկ, այդ չգիտեմ, խաղաղություն, հեսա ապրում ենք իրար հետ, մենք են գնում, իրանք են գալիս, խնդրեմ։ Ես առաջին հերթին ուզում եմ վաղարշապատցիներին դիմեմ, որ տեսեք, ընտրեք այն ուժերի ներկայացուցիչներին, իհարկե մեր միասին շարժումը մենք առաջի անգամը չի ասում ենք, հայրենիք կուսակցության կողմից առաջադրված մեր խորհրդի անդամ, մեր մեծ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանին ուղղված, բայց մենք կողմ ենք, որպեսզի մեր բնակչությունը անպայման գնա ընտրություններին եւ ճիշտ կողմնորոշվի։ Հետո չասեք, էս ինչի սեն ստացվեց։ Գիտեք ինչ, ամեն անգամ ինձ փողոցում որ կանգնում ասում են, ախր էս ո՞նց եղավ, ասում են, որովհետեւ գնացիք քվեարկեցիք ոչ թե գիտակցաբար, այլ որովհետեւ ինչ որ մի շահ եք ձեր մեջ պատկերացնում։ Մի արեք այդ բանը։ Մի արեք, գնացեք իսկապես գիտակցաբար ընտրեք այն մարդկանց, ում որ դուք իսկապես կարող եք վստահել եւ ընտրեք նրանց, ովքեր որ այլևս չեն կրկնելու այս ամենը, ինչ որ կատարվում է այսօր։ Սա է։ Գնացեք կենսագրությունը նայեք։ Նայեք, տեսեք ով ինչ է արել այս կյանքում։ Որտեղից է հայտնվել, ո՞նց է հայտնվել, ում հաշվին է հայտնվել։ Հոյենտ հենց այնպես չի լինում այս ամենը։ Այնպես որ իհարկե հրապուրվել, որ ասել, տեսեք, այ 1.5 տարի դարձեցին բանակի ծառայությունը։ Եկեք մի հատ հասկանանք, լենականցիք լավ են ասում են, էդիկ լավ է, թե վատ։ Հիմա մենք հասկանանք, էդիկ լավ է, եթե մեզ, ոչ թե մեզ անձամբ մեզ, որովհետև իմ թոռն էլ կգնա պակաս կծառայի, ոչ թե ես այդ տեսանկյունից նայեմ, այլ նայեմ, թե վերջով այդ քայլը ոնց է անդրադառնալու մեր պետության անվտանգության համակարգի վրա։ Համար կրճատել, այն իրականության մեջ, որ Ալիևը որքանով է ավելացրել իրեն։ Այնպես որ այդ ամբողջը պետք է ոչ թե մեկ կոնկրետ ինչ-որ այդպիսի մի փաստով բնութագրեք եւ դրա հաշվին եզրակացություն անեք, այլ շատ ավելի լայն շրջանակում տեսնեք, իսկ դա ոնց եղավ, ինչու է լինելու, ինչ է լինելու։ Այս ամբողջը ցավոք հիմա շատ քչերն են, որ փորձում են այդ տեսանկյունից մոտենալ։ Ընդամենը ասում են, այ այսօր լավ էր, ապրեցինք, այսքան փող աշխատեցինք, ուրեմն ամեն ինչ լավ է։ Բա վաղը, բա մյուս օրը։ Այնպես որ ես ընդամենը ձեզ կոչ եմ անում շատ ավելի լայնախոհ լինել եւ իրականում հաշվի առնել բոլոր այն վտանգները, որոնք մեր առջև կան, որպեսզի մենք դրանք կանխենք, իսկ կանխելու համար պետք են այն մարդիկ, ովքեր որ կարող են դա անել։